Զրուցում եմ քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ։ Պարոն Համբարյան, փաստորեն դուք Գյումրիից այս պահին գտնվում եք, ժամանել եք Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ իմ տպավորությամբ Հայաստանի բոլոր մարզերից ժողովուրդը շարժվում է դեպի Էջմիածին։ Դուք ստացել եք այդ տպավորությունը, այո թե ոչ։ Չեմ ասի թե այդ տպավորությունը ստացել եմ, ավելին էի սպասում, ավելի շատ ժողովուրդ տեսնելու, բայց ենթադրում եմ, որ երեկոյան կողմ ավելի շատ մարդ կլիներ, բայց եկանք ու իմացանք, որ Սրբազանը Միքայել arczepiskopos Աջարպահյանը ուղևորվել է Երևան քննիչական կոմիտե։ Հիմա տեսենք իրադարձությունները ինչպես կզարգանա։ Այո, փաստորեն ժողովրդի իր թիկունքում ունենալով Սրբազանը շարժվեց դեպի Երևան։ Ոմանք գտնում են, որ ճիշտ չէր, ճիշտ կլիներ, եթե մնար այստեղ եւ ամրանար ժողովրդով։ Մյուս կողմներ կարծում է, որ քանի որ իրեն պահանջ է ներկայացված արագ ներկայանալու, այսպես ասած հանձնվելու, Սրբազանը չցանկացավ խնդիր ստեղծել իր ժողովրդի համար։ Դե Սրբազանն է, բայց ամեն դեպքում ես գտնում եմ, որ ինքը պետք է այստեղ մնար ու շրջապատված ժողովրդով ավելի պաշտպանված կլիներ։ Հիմա, քանի որ մենք գործ ունենք Նիկոլի խուլիգանապետության հետ, որտեղ իրավապահ համակարգը հլուհնազանդ 30 արծաթի դիմաց ծառայում է այս ազգակործան ազգատավերին, չեմ բացառում, որ Սրբազանին մեկուսացնեն։ Դե եթե Բագրատ Սրբազանին կալանավորել են, նույնը կանեն նաև Միքայել Սրբազանի հետ կապված, չեք կարծում, որ այս շղթան գնալով ձգվելու է եւ տարածվելու է, օրինակ երեք խոսում էին նաև Արցախի հոգեվորականների վրա։ Միայն ինչի Արցախի հոգեվորականների վրա։ Մինչև կաթողիկոս նաև կհասնեն մինչև կաթողիկոս, բայց չի բացառվում, որ Միքայել Սրբազանի հետ հաշվեհարդար տեսնելուց հետո, գոնե ամենակիչը 2 ամսով կալանավորելուց հետո կփորձեն նաև կալանքի տանել, ասենք նույն այլ Սրբազաներ, օրինակ Գուգարաց թեմի առաջնորդին, Արցախի թեմի առաջնորդին, Արցախի սրբազաններին, ովքեր հիմա վդարանտի կարգավիճակում ապրում են այստեղ, տարբեր ուրեմն սցենարներ ունեն հաստատ այս պատուհասները։ Այնուամենայնիվ դուք գտնում եք, որ չպետք է գնային։ Ես ինքս կարծում եմ, որ գնալը սխալ էր ամեն դեպքում, ես գտնում եի, որ Միքայել Սրբազանը այստեղ պետք է մնա շրջապատված ժողովրդով, իսկ հոց բազմությունը հաստատ կգար դեպի Սուրբ Էջմիածին, ինչպես մենք ասենք քիչ առաջ ժամանեցին Գյումրիից։ Փաստորեն, պարոն Համբարյան, այն կարծիքը կար, որ պետք է ամրոցի վերածվեր, ամուր ամրոցի վերածվեր Մայրաթորի տարածքը ամբողջ ժողովրդով հանդերձ, հա, այդ շատ կարևոր ծրագիրը կարելի է ասել չիրականացավ։ Դեռ չի իրականացել, ես գտնում եմ, որ պետք չէ տուրք տալ այս ազգակործաններին, որովհետև չեմ կարծում, որ այդ հոց ոստիկանների կամ իրավապահների մեջ շատ կգտնվեն մարդիկ, ովքեր համաձայն կլինեն ձեռք բարձրացնել սրբազանների կամ հոգևորականների նկատմամբ։ Ճիշտ է, գումարը շատ մեծ են ստանում այս իշխանություններից, բայց ամեն դեպքում իրենք էլ հասկանում են, որ ամեն ինչ այդ գումարով չէ։ Շատ լավ կլիներ, որ չգնար Սրբազանը։ Սպասենք զարգացումներին, շնորհակալություն։ Այո։